Գազարով տորթի շատ համեղ բաղադրատոմսով եմ կիսվում։ Ինձ թվում է շատ քչերը գիտեն, որ գազարով կարելի է պատրաստել շատ համեղ տորթ։ Քերիչով անցկացնում ենք գազարը, կիտրոնը եւ նարինջը։ Այս զանգվածին ավելացնում ենք դարչինի փոշի եւ մանրացրած ընկույզ։ Մի փոքր էլ վանիլին։ Ջարդում ենք 5 հավկիթ, ավելացնում շաքարավազ, միասին լափարում, այնուհետև ավելացնում բուսայուղ։ Մի փոքր միասին հարում ենք, ավելացնում ալյուր, փխրեցուցիչ եւ գազարի զանգվածը։ Կրկին խառնում, որ ամբողջը միանա իրար, լցնում ջեռոցում թխվող ամանի մեջ եւ ուղարկում ջեռոց թխվելու։ Թխում ենք 170-ից 200 աստիճանի տակ 1 ժամ, կախված ջեռոցի հզորությունից։ Գազարի մուրաբա պատրաստելու համար գազարը անցկացնում ենք քերիչով, ավելացնում խորը կացայի մեջ կիտրոնի հյութ, նարնջի սոկ, շաքարավազ եւ այսպես եփում մինչեւ պատրաստ լինելը։ Կրեմը պատրաստելու համար կարագը լավ հարում ենք։ Ավելացնում կրեմ չիզ, շաքարի փոշի, վանիլին եւ բոլորը միասին խառնում։ Գազարի բիսկվիտը բաժանում ենք երկու մասի, ավելացնում մուրաբայի հյութից, կրեմը, դնում երկրորդ լիստը, նույն ձև կրկնում։ Իսկ դուք մեկնաբանություն գրեք արդյոք պատրաստել եք կամ փորձել եք գազարով տորթ, թե ոչ։ Վերջում հարթացնում ենք բոլոր կողմերից, ավելացնում դդմի մանրացրած սերմեր, եփված գազարի մուրաբան վարդի տեսք ենք տալիս եւ գեղեցիկ դասավորում մեջտեղի հատվածում։ Կիսում ենք բաղադրատոմսով եւ պատրաստում։